Դե ինչ, Ադրբեջանի տարածքով Հայաստան ներկրվող ապրանքների հերթական խմբական ակն է գալիս։ Չեն ասում ինչ է, բայց հավանաբար ցորեն կլինի։ Տեսնենք։ Կարևոր ակցիա է, հա։ Տեսնենք, ընդհանուր առմամբ սա ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունի, քան տնտեսական, եւ ներկա կառավարության նախաձեռնություններից է, որը տարբեր հարթություններով պիտի նայվի եւ ոչ միայն տնտեսական, ավելի լայն քաղաքական, բայց եթե զուտ տնտեսական ենթատեքստով նայենք, ապա երկու տեսանկյունից դրա վրա պետք է ուշադրություն դարձնել։ Առաջինը դա սահմաններն են Հայաստանի Հանրապետության, երկրորդը դա տնտեսական անվտանգությունն է, որտեղ տնտեսական շահը կամ տնտեսական աճը եւ տնտեսական անվտանգությունը կարող են իրար հավասար չլինել, չնույնականացվել։ Այսինքն, եթե դա արվում է զուտ տնտեսական շահի համար, ապա այո, կարելի է, այսպես ասած, ծափարել, սակայն չպետք է մոռանալ նաև տնտեսական անվտանգությունը։ Ինչ վերաբերում է սահմանների տեսանկյունից, տեսեք, մենք ունենք լրջագույն այստեղ խնդիր, որը ներկա կառավարությունը ընդգծում է, դա, այսպես ասած, Լարսի սահմանն է։ Լարսի սահմանն է, մենք ունենք հիմնական առևտրային գործընկեր, դա Ռուսաստանն է, այսինքն մեր պատրաստի ավելացված արժեքի բարձր քանակությամբ մեծ հիմնական ապրանքը գնում է դեպի Ռուսաստան, այսինքն բանջարեղեն, միրգ, պլաստիկ, դեղորայք, Ռուսաստանը ակնարկում է կարելի ադրբեջանական երկաթգծով անել։ Ինչպես նաև այդտեղից մեծ քանակությամբ ապրանք է գերում մեր համար գալիս մեր կենսական նշանակության, օրինակի համար գարին, ցորենը, որը գնաճային մեծ, ասես ասած, դրայվեր է եւ հատկապես ցածր եկամտաբերություն ունեցող խավերի համար կարեւոր է, ինչպես նաև բենզինը, ասենք զուր չէ, որ մեր համար բենզինը ամենաթանկն է, մեր տարածաշրջանում մենք էլ ԵԱՏՄ անդամ պետություն ենք, զուտ նրա հաշվին, որ Լարսի սահմանին վրացի աջակերտնավոր մասնագետները մեր վրա դրել են կոպիտ ասած կոռուպցիոն հարկ ու բավականին մեծ ապրանքներ, իսկ մենք խեղդնու կետով մեծ քանակությամբ ապրանք է ավվում ու մեր վառորդներն են, մեր ապրանքատեղափոխներն շահագրգռված են դարական սկսնել, փողը տան եւ անցնել արդյունքում բավականին թանկ են գալիս։ Ոստեղ հիմնականում, այսպես ասած, իհարկե սրա մեղավորը վրացական կողմն է, սակայն պատասխանատուն մենք ենք, որտեղ սա, այսպես ասած, ճիշտ աշխարհաքաղաքական կամ ճիշտ բանակցության հարց է։ Հետաքրքիր բան տեղի ունեցավ, վրացիները հայտարարեցին, որ առաջին տարանցումը անմաքս կլինի, չէ՞, Վրաստանից Ադրբեջանով Հայաստան եկող նավթամթերքի համար, հատկապես հիմա մասին էլ կխոսենք, նավթամթերք ասելով ինչ պետք է հասկանալ, բայց մինչ այդ խոսակցություն կար, որ վրացիները շատ բարձր մաքսատուրքից են ուզեցել օգտվել, այսինքն այստեղ բարդ մրցակցություն է գնում հավանաբար, Ադրբեջանն էլ հայտարարեց, որ այդ դեպքում կաշխատեն բացել հայ-ադրբեջանական սահմանը երկաթգծի համար, ծանոթ ես այդ կոնֆիգուրացիային։ Տեսեք, նորից ասեմ, հիմնականում այս երկու տեսակետներն են, որ պիտի հաշվի առնենք, եթե տնտեսական իմաստն ենք խոսում առաջին հերթին, որ տնտեսական քաղաքականությունը ու ընդհանրապես տնտեսական անվտանգություն, տնտեսական շահը տարբեր բաներ են, սա պիտի հասկանանք։ Եվ երկրորդ հերթին մեր սահմանների խնդիրը, որտեղ ունենք 4 սահման, 4 պետության հետ, իրականում բոլորի հետ էլ խնդիր ունենք, այդ խոսքը ոչ միայն գնում է թուրքական եւ ադրբեջանական սահմաններին, որոնք փակ են, այլ նաև վրացական սահմանը նշեցի, մինչև գալիս են հասնում են Հայաստան ապրանքները կամ Հայաստանից գնում են, մենք այդ կոռուպցիոն հարկն ենք վճարում, որտեղ Լարսի սահման մի ուղի ունի։ Ճիշտ է, այլընտրանքային ճանապարհ է բացվում, եթե չեմ սխալվում, Գորիի ճանապարհը 9 կիլոմետրանոց թունել է փորվում, որը այսպես ասած թուլացնելու է դա,
Ընդհանուր առմամբ սա պիտի հաշվի առնենք, բայց նորից նշեմ, այս հարցը ավելի շատ քաղաքական դաշտում է եւ այս պահին շատ քաղաքական լարվածություն ունի, որովհետեւ անաչառ զուտ տնտեսագիտական տեսանկյունից օբյեկտիվորեն քննարկենք։ Չէ, հայ-ադրբեջանական հարաբերությունների տնտեսական խոսում ենք առայժմ հարաբերությունների բարելավումը ստիպում է Վրաստանին գնալ ինչ-որ քայլերի։ Դե տեսականորեն այո, որովհետև զուտ տեսականորեն, եթե ու տնտեսագիտորեն եթե նայենք, բայց տնտեսագիտությունը ընդհանուրի մեջ պիտի նայենք, ինչքան պետության սահմանները բաց, այնքան լավ զուտ տնտեսագիտության տեսությունն է դա ասում, այնքան առապրանքաշրջանառությունը ավելի անխափան է անցնում, սակայն ասենք դա ոչ միայն ուշադրություն պիտի դարձնել դրան, այսպես ասած դաշվի առնել, այլ բազում տարեր կան, որոնք տնտեսագիտության տեսությունը հաշվի չի առնում, որոնք նույնպես պիտի հաշվի առնել։ Եվ այս պահին այդ տարերը քաղաքական դաշտում են։ Քաղաքական դաշտում է նաև ադրբեջանական նավթամթերքի ներկրումը Հայաստան։ Այո։ Մենք դրա կարիքը չունենք։ Տեսեք, նույնիսկ Վրաստանը, որ այս պահին բավականին մեծ քանակությամբ ադրբեջանական դրոշերով լցվելացակայաններ ենք տեսնում, իրականությունը այն է, որ մեծ քանակությամբ նավթամթերքը, եթե չեմ սխալվում, 80%-ը ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից։ Այսինքն Ռուսաստանի Դաշնությունից ավելի ձեռնտու են նույնիսկ Վրաստանին ներմուծել։ Սակայն այնտեղ գալիս հասնում է, ասենք նույն դարսի սահմանը ասում են, այնտեղ այսպես ասած այդ կոռուպցիոն հարկին իրանց վրա չեն դրել, սակայն մեր վրա դրել են։ Դրա մասին է խոսում այն հանգամանքը, որ այս տարվա հուլիսին աղմուկ բարձրացրեց, որ հեղուկ գազի ներմուծման համար յուրաքանչյուր ցեստան 30-ից 40 հազար լիտր վճարվում է մոտավորապես 12,000-ից 15,000 դոլար կոռուպցիոն, այսպես կոչված հարկ, որը հետևյալ ձև է կազմակերպվում Երևանում կոնկրետ մեկը մյուսին փոխանցում առանց սահմանին հասնելու, զանգում են, ասում են փոխանցվել է, թողում են։ Դա նշանակում է յուրաքանչյուր լիտրի համար մենք կոնկրետ 11-ից 19 դրամ, այսպես ասած, տալիս ենք վրացի ճակերտավոր մասնագետներին։ Նույնը կարելի է ենթադրել բենզինի վերաբերյալ։ Ճիշտ է Հայաստան։ Ամբողջությամբ ծաղկում արը, ոչ միտեղ չի ֆիքսում։ Չէ, վրացի մասնագետներն են, վրացի էկոնոմիկայի նախարարությունն էլ է դա հերքում եւ այս տարվա սկզբից, ասենք, էկոնոմիկայի մինչեւ տարվա կեսերը էկոնոմիկայի նախարարի Հայաստանի Հանրապետության կռիվը մեր վրացի գործընկերների հետ հիմնականում սրանում է, որ լարսում խնդիրներ կան եւ սա ցույց է տալիս քաղաքական կամքի ցածր մակարդակը, որ այս հարցերը վրացական կողմի հետ մինչ այժմ չեն լուծվել, փորձում են անընտրանքային ճանապարհներով լուծվել։ Սակայն նշեմ նաև, որ ասպես ասած զուտ ասպես վրացիների հետ բանը այլ մեր հարևանների հետ երկխոսությունը նույնպես կարող է նպաստել ավելի բարենպաստ մեր պայմանների ձևավորման։ Սակայն նորից նշեմ ես, որ տնտեսական անվտանգությունը ու տնտեսական աճը, տնտեսական շահը իրար համազոր չեն շատ դեպքերում։ Մյուս հարցն էլ նա է գալիս է Հայաստան, Հայաստանից ինչ է գնում։ Հայաստանից որտեղ։ Ուր, որտեղ։ Ադրբեջանի տարածքով Ռուսաստան, Ադրբեջանի տարածքով Ղազախստան։ Նորից նշեմ, այն ինչ ունենք տեսականորեն կանանք տարբեր ուղղություններով արտահանել, այսինքն մեր ավանդական բարձր որակի Ռուսաստանը կա։ Սակայն նորից նշեմ, սա քաղաքական լարվածություն ունեցող հարց է, որը ավելի շատ քննարկվում է քաղաքական ենթատեքստում, քան տնտեսական ենթատեքստում։ Գնացքը եկավ, գնացքը դատարկ է հետ գնալու, ասած։ Տնտեսապես շահավետ չէ, որ գնացքը դատարկ հետ գա։ Սակայն ես պատրաստ չեմ ավել քննարկել։ ԵԱՏՄ Հայաստան ապրանքաշրջանառությունը աճել է։ Այո։ Ինչի հաշվի։ Տարբեր են պատճառները, տարբեր տարեթվերին տարբեր դինամիկայի որդեգրել, ընդհանուր առմամբ եթե նայենք 2018 թվականից մինչ օրս դեպի ԵԱՏՄ արտահանում Հայաստանի 5
5-ից ավել անգամ աճել, 5-ից ավել։ Իսկ դեպի Եվրոմիություն 5%-ով պակասել։ Այսինքն ինչ էլ ուզում են հայտարարեն մեր քաղաքական գործիչները այս պահին դեպի Եվրոմիություն ուղղում մասին, թղթի վրա իրականությունը այլ է, որ մեր այս պահին Հայաստանի կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից էլ ավելի մեծ է, քան երբևէ։ Ինչի համար է աճել, տարբեր ժամանակահատվածներում տարբեր են եղել պատճառները։ Հիմնական աճը եղել է 2022 թվականին, երբ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ելնելով Ռուսաստանի վրա մեծ քանակությամբ սանկցիաներ դրվեցին եւ Ռուսաստանը չկարողացավ ներմուծել Եվրոպայից բավականին մեծ քանակությամբ բարձր արժեք ունեցող ապրանքներ, հիմնականում տեխնիկա եւ մեքենաներ, դա սկսվեց արվեց Հայաստանի Հանրապետությունով եւ այդ փուլը 2002-ից 2023 թվականի այդ ամառնից մի ամառից մյուս ամառներ այդ վերարտանման փուլը փակվեց, այսինքն, բայց մեր արտահանումն էլ հիմնականում աճեց, ինչ որ ունենք, ոչ թե որակի հաշվին, այլ քանակի հաշվին, այսպես ասած, դրա համար որոշակի խնդիրներ առաջացավ։ Հետո 2023-24 թվականներին այդ թրենդը թեթևակիորեն մարեց, սակայն ինչ որ շարունակություն դեռևս առկա էր։